Ասա Աստծո առաջ հետո հարուստ լինեն, իրականում են մեղքերը, որ իրանք են վերցնում իրանց վրա հիմա, ամենայն անկեղծությամբ եմ ասում, որովհետև ախր Աստծո մարդուն, որ իսկապես քրիստոնյա է ու Աստվածահավատ է ու իրան ուղակի տեղը կպնելը, սուտ տեղը կպնելը, դա էլ է մեղք գործել, ձեզ չթվա դա մեղք գործել, չի անպայման չի գնալ ինչ-որ մեկին սպանել, որ մեղք մերցնես վրա։ Ամբողջ նայում ես ամենայն անկեղծությամբ, որ նայում եմ իրանց այդ գրողների հետ, չգիտեմ, դեպուտատներ են իրականում բոլորին դե ինձ թվում է իրանք էլ դեմքով իրանց դեպուտատներին չեն ճանաչում։ Այդ մարդկանց գրածները որ նայում ես, արա մտածում ես դուք որ Սամվել Կարապետյանին օրինակ մի 10 տարի առաջ հերվից տեսնեիք, դուք ինչ ո՞նց էիք հերթը առաջ գցելու, որ գնայիք պրոստը այդ մարդու կողքով անցնեիք։ Դուք ո՞նց եք կամ կանգնած Արցախում կանգնած ասում եք Սամվել Կարապետյանները, Ռուբեն Վարդանյանները ներդրումներ են անում, չգիտեմ ինչ են անում, այսօր ձեզ դուր չի գա, այսինքն ինչ մենք ինչ խոսում ենք ձեզ դուր չի գալի, բոլորիս պիտի հալավ ինչքան մարդ եք փակելու։ Ինչքան։ Ես կարծում եմ, որ Սամվել Կարապետյանը ամենայն անկեղծությամբ եմ այդ ասում, ելի եմ ասում, անձնապես չեմ ճանաչում, բայց իր ընտանիքի արած բարեգործությունները ես ինքս եմ տեսել, իմ մոտ եկել տեսել եմ։ Ես ոնց հիմա ասեմ, որ այդ մարդը, չէ, բան է արել, չգիտեմ, վատ բան արել, որ նախ ես իր ասացի մեջ ոչ մի կոնտեքստ իրանց ասած այդ, չգիտեմ, ինչ որ դուրս գալ, չգիտեմ, իշխանության դեմ, սահմանադրական կարգ տապ, այդ ինչեր են ասում։ Ինչ ասել այդ։ Ասել, այն ինչ որ դուք եք այսօր ասում, իրանք ասում են, մենք եկեղեցու պաշտպաններն ենք, մենք պաշտպանում ենք եկեղեցին, չգիտեմ ում էր։ Պաշտպան եք, այս մարդն էլ եկել ասում է, ես էլ ասում եմ, ես էլ Ումից Սամվել Կարապետյանից ես պաշտպան։